Տիկին Հունանյանը քիչ առաջ վայր դրեց իր հանձնաժողովի նախագահի հաստիքը, այսպես ասած, եւ նրա սենյակից նոր դուրս եկաք, կարող եք ասել, պատճառները այդքան լուրջ էին եւ հասարակության թիրախավորումը այդքան մեծ ազդեցություն էր ունեցել Տիկին Հունանյանի։ Չեմ կարող ասել, ճիշտն ասած, անկեղծ ասած, շատ չեմ տիրապետում իրավիճակին, կարծում եմ, որ դա Տիկին Հունանյանի որոշումն է եղել։ Կարծում եմ, որ Տիկին Հունանյանը ճիշտ որոշում է ընդունել եւ Տիկին Հունանյանը շարունակելու է աշխատել։ Իսկ ինչու էր այդ որոշումը։ Չեմ կարող ասել, ես տեղեկություններ չունեմ։ Տիկին Բադարյան, իսկ ներողություն, դուք առաջադրվել եք ԿՊ Այո։ 26 թվականի ընտրությունների ցանկում լինելու համար։ Այո։ Առաջադրվել եք։ Որպես падգամավոր, ո՞րն է լինելու ձեր առաքելությունը հաջորդ գումարման ազգային ժողովի։ Որը որ նախորդ եւ դրան նախորդող գումարման առաքելություններ ծառայել Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Համարում եք, որ ձեր ռեյտինգը բավարար բարձր է ցուցակում առաջի դիրքեր ունենալու Ես առաջի դիրքեր ունենալու նկարտումներ բնավ չունեմ, իսկ թե որ տեղում կհայտնվեմ եւ ցուցակում կլինեմ թե ոչ, կընտրի քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները իրենք կորոշեն, ես նման նկարտումներ չունեմ։ Իսկ վստահության ինչ մակարդակ ունեք, Չեմ որ կարող կլինեք ասել։ կամ չեք լինի։ Ընտրությունները ցույց կտան, որևէ մեկը չի կարող նման բան ասել։